Պարոն Դումանյան, շատ շնորհակալ եմ, որ կանգնեցիք մի պահ մեր հարցերին պատասխանելու։ Ես տեղեկություն ունեմ, որ դուք եւս ընդգրկված եք 2026 թվականի քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակում։ Ինչպես ձեզ հաջողվեց, մի փոքր կպարզաբանեք։ Հաջողվելու խնդիր չկա, քանի որ ընտրությունները նախատեսվում, այնտեղ ինքն առաջադրման եղանակով բոլորս առաջադրեցինք մեր թեկնածությունը։ Կուսակցական չեք, պարոն Դումանյան։ Ես կուսակցական չեմ, կուսակցականների համար երաշխավորություն պետք չի, իսկ անկուսակցականների համար անհրաժեշտ էր վարչության գոնե մեկ անդամի երաշխավորություն։ Վարչապետն է երաշխավորել։ Այո, ինձ երաշխավորել է վարչապետը եւ դա պարտավորեցնող է բնականաբար, բայց դա առաջադրման համար հետո հարցազրույց է եղել վարչության ամբողջական կազմի ներկայությամբ, այսինքն տվյալ պահին եւ վարչությունը որոշում է կայացրել ընդգրկել ինձ այդ ցուցակում, այսինքն տվյալ պահին վարչության որոշումն է։ Ինչ ակնկալիք ունեք, պարոն Դումանյան, որովհետեւ ԿՊ-ն կարծես թե նախընտրությունը տալիս է երիտասարդ թիմին ու հատկապես կուսակցականներին, լինելով ոչ կուսակցական, ինչ եք կարծում, կընտրեն 1000 պատվիրակները պետք է ընտրեն նաեւ, որ ցուցակում լինեն։ Այո, պատվիրակները պետք է իրենց կարծիքը արտահայտեն, այո, երիտասարդ շատ մասնակիցներ կան ցուցակում, թեկնածուներ կան եւ դա լավ է, բայց ես էլ իմ պատրաստակամությունն եմ հայտնել իմ անցած ճանապարհով, իմ փորձով, իմ գիտելիքներով ծառայել մեր երկրին համապատասխան ոլորտում։ Այսքանը, այս պահին։ Իսկ այս պահին քարոզչություն անում եք, որովհետև պետք է ներքին քարոզչություն անեք, որպեսզի փետրվարի 12-ին 1000 պատվիրակները գան եւ ընտրեն։ Ինչ քարոզչություն եք իրականացնում։ Չէ, քարոզչություն չեմ իրականացրել որևէ եւ իմ տեղեկությամբ չի էլ կարելի այս փուլում կարիք չկա քարոզչություն։ Սոցիալական ցանցերում պետք է որ կազմակերպվի։ Սոցիալական ցանցերից ես մի քիչ ձեռնպահ եմ մնացել։ Չէ, ես այդ ոճը իմը չէ։ Հիմա փաստորեն որ մեր հանդիպումը կայացավ, սա կարող է նաև այդ հարթության մեջ դիտարկվել։ Ամեն դեպքում լուր, որ շատերը չգիտեն, որ ես առաջադրվել եմ, հիմա կարծում եմ դուք կօգնեք, որ իմանան։ Պարոն Դումանյան, իսկ ինչ անեք ազգային ժողովում, ինչն է բաց այնտեղ այս ժամանակահատվածում օրինակ ձեզ համար, որ հերվից նայում եք, պատկառելի կենսագրություն ունեք, ինչն է բաց խորհրդարանում, որ կուզեք գնաք լրացնեք։ Գիտեք, խորհրդարանական կառավարման համակարգում շատ կարևոր է խորհրդարանի դերը կառավարության աշխատանքների համակարգման եւ ընդհանրապես երկրի ապագայի կանխորոշման հետ կապված, ես կարծում եմ խորհրդարանում կան շատ լուրջ խնդիրներ եւ լուրջ հնարավորություններ, որպեսզի բոլոր ոլորտներում դե կռահում եք, որ ես առավել կրթական, գիտական ոլորտի այսպես ներկայացուցիչ եմ եւ բնականաբար իմ հետաքրքրությունների ոլորտը այդ շրջանակում է եւ ես այո տեսնում եմ, որ կան բազում հարցեր, որոնք կարելի է լուծել եւ տվյալ պարագայում այս կառավարությունում դուք գիտեք ես գործադիրում եմ եղել եւ այնտեղ բավական մեծ աշխատանք ենք կատարել, բայց ես տեսնում եմ, որ կա առավել շատ աշխատանք նաեւ օրենսդիրում կատարելու։ Չէիք նեղացել թիմից, երբ որ ձեզ գործադիրից ուղարկեցին այլ պաշտոնի։ Ներհատություն չկա, Փաշինյանն էլ երաշխիք է տվել գալ խորհրդարան։ Շատ լավ, քաղաքական գործընթացներում նեղանալ հասկացողություն գոյություն չունի, քաղաքական գործընթացները ունեն իրենց տրամաբանությունը եւ շատ բնական է, որ ցանկացած քաղաքական պաշտոն զբաղեցնող անհատ պետք է պատրաստ լինի կամայական պահի այդ պաշտոնը թողնելու, անցնելու այլ տվյալ պահին առավել նպատակահարմար գործունեության եւ ես ուզում եմ հատուկ շեշտել, որ իմ առաջադրումը
ինքն առաջադրում մասնակցել խորհրդարանական ընտրություններին, գլխավորապես ունի երկու կոմպոնենտ՝ քաղաքական եւ պրոֆեսիոնալ։ Առաջինը դա քաղաքական ուղերձն է իմ, որով ես հավանություն եմ տալիս այսօրվա քաղաքական թիմի վեկտորին, շարժման վեկտորին վարչապետի առաջնորդությամբ, սա քաղաքական գլխավոր ուղերձն է, քանի որ ես անկուսակցական եմ, ես հստակ ֆիքսում եմ այդ իմ քաղաքական կողմնորոշումը, սա քաղաքական բովանդակությունն է իմ քայլի, իսկ մասնագիտականը ես արդեն ասացի, այո, ես նաև պատրաստ եմ իմ գիտելիքների, իմ անցած ճանապարհով, իսկ իմ անցած ճանապարհը բավականին իմ գնահատականով եւ ոչ միայն իմ կենսագրականով դուք կարող եք տեսնել, որ բավականին բովանդակային ճանապարհ է, թե կրթության բնագավառ, բարձրագույն կրթության բնագավառում, թե գիտության բնագավառում, եւ դա կարծում եմ մեծ պոտենցիալ է, որ կարելի է օգտագործել համապատասխան ոլորտներում։ 26 թվականի հունիսի 7-ից հետո ձեզ խորհրդարանում կտեսնենք, վստահ եք։ Առաջ Աստված։